Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Բարև ձեզ, այսօր Փաստ Ինֆոյի հյուրը Իրանագետ, Երևանի Պետական Համալսարանի Իրանագիտության ամբիոնի դասախոս Գարիկ Միսակյանն է։ Բարև ձեզ, պարոն Միսակյան, շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Բարև ձեզ, շնորհակալություն հրավերի համար։ Պարոն Միսակյան, Իրանի արտաքին գործերի նախարարը Մոսկվայում է։ Ինչ կարելի է սպասել այս այցից, որն է դրա հիմնական նպատակը, ինչ զարգացումներ կարող են տեղի ունենալ եւ արդյոք սա պայմանավորված է ինչ-որ առումով նաեւ Իրան-ԱՄՆ բանակցությունների երկրորդ փուլով։ Դատելով վերջին ամիսների ընթացքում Իրանի շուրջ տեղի ունեցող զարգացումներից, հավանաբար երկու նպատակ է հետապնդում՝ նախ ռուս-իրանական համագործակցությունը խորացնելու նպատակ եւ տնտեսական բաղադրիչը դրանց խորացնելու, որովհետեւ Իրանում կա Նովրուզից հետո որոշակի տնտեսական ճգնաժամ, ճիշտ է, դոլարի բարձրացումը կարողացել են իջեցնել, բայց տնտեսական խնդիրներից չեն կարող խուսափել եւ արտարժույթի ներհոսք է պետք Իրանի տնտեսությունը։ Նաեւ հավանաբար ռուս-իրանական ռազմական եւ անվտանգային համագործակցությանն է ուղղված, որովհետեւ բազմաթիվ են խոսակցություններ, որ Իրանի շուրջ միջազգային իրավիճակի լարման պարագայում Իրանը նաեւ սպասում է ռուսական օգնության, նաեւ ռազմական եւ անվտանգային ոլորտում, նաեւ ռազմատեխնիկա տրամադրելու ուղղությամբ, ճիշտ է, արդյուրաշինական առումով Իրանը բավական ինքնապահ պետություն է, բայց կան նաեւ հոբ համակարգերի խնդիրներ Իրանում, որոնք ռուսական S-300-ներով եւ 400-ներով է փորձում փակել, նաեւ կար նախկինում խոսակցություններ կործանիչներ տրամադրելու համար Իրանին, ինչը Ռուսաստանը դեռ չի արել։ Երկրորդ խնդիրը, որը կարող է լինել ռուս-իրանական այս բանակցային օրակարգում, դա Միացյալ Նահանգների հետ բանակցային գործընթացը ընդհանրապես։ Ռուսական կողմի հետ նաև հնարավոր է որ քննարկում իրականացնի Իրանը, նաև հաշվի առնելով այն հանգամանքը, որ Թրամփի հեռախոսազրույցներից մեկի ժամանակ Պուտինի հետ եւ Իրանն է շոշափել, եւ գրեթե միշտ նաև Իրանի-Ամերիկայի հարաբերությունները։ Նաև եղել է հայտարարություն, որ Իրանը չպիտի ունենա հնարավորություն Իսրայելին ոչնչացնելու համար, ինչը հստակ նաև մատնանշում է Իրանի կողմից միջուկային զենք ստանալու հնարավորությունները։ Պարոն Միսակյան, նշեցիք, որ Իրանի շուրջ նաև լարված իրավիճակ է ստեղծվել։ Իրանի նկատմամբ հնարավոր ռազմական ագրեսիայի դեպքում ձեր դիտարկմամբ ռուսական կողմը կմիջամտի եւ ինչպիսին կլինի այդ միջամտությունը։ Նախ գրեթե բոլոր կողմերի համար ծառնատը չէ այդ ռազմական բախումը։ Նախ Միացյալ Նահանգները, երբ որ կանաց բանակցային գործընթաց եւ բոլոր ուժերը ներդրեց դրանում եւ քարոզչական բաղադրիչ ապահովեց եւ Իրանին ճնշման տակ պահելու բաղադրիչ, կարող է որ Թրամփը այնուամենայնիվ չի ուզում որևէ ռազմական ճանապարհով լուծման գնալ։ Նույնը իրանական կողմը։ Ինչքան էլ որ բարձրացրեց սեփական խաղադրույքները, բանակցային գործընթացի վայր եւ տեղ փոխեց Օման, այնուամենայնիվ որ նստեց բանակցությունների սեղան եւ հայտարարեց որ պատրաստ է ընդհանուր հայտարարի կար որոշակի պայմաններից ելնելով, բակայում է որ Իրանին էլ պետք չի պատերազմ եւ Իրանն էլ բավականին լավ հասկանում է որ չնայած իր ռազմական պոտենցիալին, եթե պատասխանը լինի Միացյալ Նահանգների կողմից, այլ ոչ թե Իսրայելի, դա անհամեմատ ավելի ուժեղ կլինի, քան նախկինում էր եւ սա նույնպես Իրանին պետք չի այս փուլում։ Նույն նաեւ ռուսական կողմին, կարծես թե ճիշտ է չեն խոսում պատերազմական գործողությունների մասին, բայց մի քանի պաշտոնյաների կողմից եւ նաեւ փորձագետների կողմից ռուս եղավ հայտարարություն, որ Իրանին հարվածը կարող է բերել մերձավոր արևելքում խոշոր ճգնաժամի եւ պատերազմի, սա վկայում է որ ռուսական կողմն էլ այդքան էլ չի ցանկանում Իրանի դեմ պատերազմ այս փուլում, չնայած այդ պատերազմը կարող է շեղել ուշադրություն ուկրաինական կողմից։ Այնուամենայնիվ, եթե լինի ռազմական արձակում, չեմ կարծում որևէ պետություն միջամտի, այսինքն չի կարող Իրանի նկատմամբ լինել ցամաքային ռազմական գործողություն, որպեսզի ցամաքային ուժերի միջամտություն տեղի ունենա, Իրանի նկատմամբ կարող է լինել օդային որոշակի հարվածներ, ինչը կանխարգելելու համար այստեղ կարող է ռուսական օգնությունը պետք լինել, բացի տեխնիկայի կամ հոբ համակարգերի տեսքով, որը կարող է Ռուսաստանը տրամադրել, նաև խորհրդատվական օգնություն Իրանին այդ հոբ համակարգերը կառավարելու համար եւ Իրանի հոբ համակարգերում ներդրելու համար։ Պարոն Միսակյան, իսկ Իսրայելը, որովհետեւ շատ են հիմա քննարկումները, որ Իսրայելը անգամ համոզում է Թրամփին, որպեսզի Իրանի նկատմամբ ռազմական գործողություններ սկսի։ Նաթանյահուն իրականում փորձեց եւ նաեւ իր այցը Սպիտակ տուն կապված էր երկու խնդրի հետ Իրանի եւ Թուրքիայի եւ նաեւ բավականին մեծ ջանքեր է գործադրում որպեսզի ցախողվի Միացյալ Նահանգներ Իրան բանակցային գործընթացը։ Սա եւ Նաթանյահին կտա լեգիտիմություն Իրանի հետ որևէ Իրանի նկատմամբ որևէ գործողություն նախաձեռնելու եւ դրանում ունենալու Միացյալ Նահանգների բացահայտ օգնությունը, ինչը մինչեւ այս չի եղել եւ նաեւ ներքին խնդիրները շրջանցելու համար, որտեղ ունի բավականին լուրջ ընդդիմություն եւ Իրանի դեմ ցանկացած ռազմական գործողությունների պարագայում Նաթանյահուն մնալու է իր իշխանությանը։
բայց Միացյալ Նահանգները նախ ցույց տվեցին, որ Իսրայելին ինչքան էլ որ հաշվի են առնում, նաև Թրամփը Իսրայելին համարում է իր մերձավոր գործընկերներից, բայց նաև ունի սեփական քաղաքականություն նույն Իրանի նկատմամբ։ Եվ գրեթե բացահայտ Նետանյահուին մերժեցին Իրանի հետ կապված, բայց նաև պահպանեցին այն հանգամանքը, որ եթե Իրանը չկամթանոր հայտարարի Միացյալ Նահանգների հետ կամ չընդունի Միացյալ Նահանգների պայմանները կամ որևէ պարագայում չլինի ստորագրված փաստաթուղթ, ապա Իրանի վրա արձակման ղեկավարությունը տրվելու է Իսրայելին։ Այսինքն որոշակիորեն պահպանեցին նաև քարոզչական բաղադրիչը եւ Իրանին ճնշման տակ մահելու եւ Իսրայելին նաև գողացնելու այս փուլում։ Գալով Իրան-ԱՄՆ բանակցություններին առաջին փուլը ավարտվել է, ինչ հիմնական եզրահանգումներ կարելի է անել դրանցից։ Նախ այն որ լինելու երկրորդ փուլ, այսինքն կողմերը որոշակի քննարկում սկսել են եւ կարծես թե այդ քննարկման վերաբերյալ ստացված տեղեկությունները, քանի որ եղավ նաև նամակների փոխանակություններ, հավանաբար համաձայնեցնել են նաև քաղաքական ղեկավարության հետ, մինչև երկրորդ փուլը Իրանը հոգեոր առաջնորդի հետ, Թրամփի բանականացը նաև Թրամփի հետ։ Նաև կողմերը երկուսի համար էլ ձեռնտու բանակցային գործընթաց սկսեցին։ Ինչու՞մն է խնդիրը։ Իրանական կողմը պնդում էր ոչ միջնորդավորված բանակցությունների մասին, որը եղավ Օմանում։ Եվ հայտարարություններում, որը տարածվեց Իրանի կողմից, եղավ մատնանշումներ, որ դրանք տեղի ունեցել այդ երկրի արտգործնախարարի ներկայության պայմաններում մի քանի անգամ, մի քանի ժամվա ընթացքում 2-ից 3 անգամ փոխանակվել են նամակներով եւ հայտարարություններով, նաեւ վերջում եղել է անմիջական զրույց Արաքչի եւ Միացյալ Նահանգների բանակնացի միջև, իսկ սա մյուս կողմից թույլ տվեց Միացյալ Նահանգներին հայտարարել Թրամփի կողմից հայտարարություն եղավ, որ եղել են անմիջական բանակցություններ, այսինքն այս փուլում Օմանում կողմերը գոհունակություն են հայտնել այդ բանակցային գործընթացից։ Երկրորդ փուլում հավանաբար սկսելու է այն հիմնական բանակցային գործընթացը, եթե դրանք համաձայնեցնեն ռազմաքաղաքական ղեկավարության հետ եւ ստանան բոլոր կանաչ լույսերը, եւ դրանք կարծես թե ստացել են, որովհետեւ հայտարարել են, որ լինելու է։ Երկրորդ փուլ բանակցությունները կշարունակվեն հավանաբար արդեն կողմերի պահանջների հիման վրա։ Պարոն Իսահակյան, տեսեք, իրանական կողմը հայտնել է, որ միջուկային զենք չստեղծելու դիմաց պահանջում է, որպեսզի Մերձավոր Արևելքը առհասարակ միջուկային զենքից զերծ տարածաշրջան լինի։ Բացի այդ, նաև առաջ է քաշել մի քանի պայմաններ եւս, որոնցից են օրինակ Իրանի նկատմամբ պատժամիջոցների վերացումը եւ այլն։ ԱՄՆ-ն պատրաստ է բավարարել այս պահանջները։ Իրականում իրանական կողմը բարձր խաղաթղթերով, եթե չակերտավոր ասենք, սկսում է բանակցային գործընթաց, գրեթե միշտ մի քանի պահանջները տալիս Միացյալ Նահանգներին, նույնը նաև Միացյալ Նահանգները, որպեսզի ստանա գոնե նվազագույն, այսինքն իրանական կողմը նաև քաչ հասկանում է, որ Միացյալ Նահանգները ցանկության դեպքում էլ չեն կարող օրինակ Իսրայելից պահանջել, որպեսզի չունենա միջուկային զենք, որովհետև դա Իսրայելի համար կենսական խնդիր ունի։ Նույնը նաև Պակիստանը, որտեղ այնտեղ խնդիրներ են Հնդկաստանի հետ եւ այլն։ Այսինքն գործնականում, եթե ցանկանայել այս մի պահանջը Իրանի չի կարող կատարել, բայց իրանական կողմը այստեղ մի քանի այլ պահանջներ ունի, որոնց շուրջ սակարկելու է։ Դա պատժամիջոցների հանումն է Իրանի նկատմամբ, խոսում եմ ամբողջական պատժամիջոցների փաթեթի անման մասին, ինչը գրեթե անհնար է եւ Միացյալ Նահանգները չի գնա դրան, բայց նաեւ կա նավթային եւ նավթամթերքի պատժամիջոցների չեղարկումը, ինչը Իրանի հիմնական նպատակներից մեկը կարող է լինել, որովհետեւ տնտեսության համար չափազանց կարևոր է նավթի պատժամիջոցներից խուսափելը, նաև պահպանել սեփական արդյունային ծրագրերի վերաբերյալ վերահսկողությունը եւ այլն։ Իրանում խոսում են նույնիսկ ոչ ռազմական նպատակներով ուրանի արհեստացման պահպանման վերաբերյալ, ինչը նաև կարմիր գիծ է հայտարարում։ Իսկն մի քանի փուլով է փորձում սանկարկումներ իրականացնել։ Նույնը Միացյալ Նահանգները փորձում են Իրանի ամբողջ ռազմական ինդուստրիան բերել բանակցային գործընթաց, սահմանափակելով թիրաշինական գործունեությունը եւ այլն, որպեսզի որոշակի նպատակի հասնեն։ Եվ կողմերից մեկը հնարավոր է որոշակի հարցերում կան ընդհանուր հայտարարի, ինչ որ փաստաթուղթ ստորագրելու հետ կապված նաեւ։ Պարոն Իսահակյան, տեսեք, օրինակ Իրանի հոգևոր առաջնորդը հայտարարել է, որ հոռետեսորեն է տրամադրված ԱՄՆ-ի եւ բանակցությունների հանդեպ։ Թրամփն էլ իր հերթին, օրինակ, հայտարարել է, որ Իրանի միջուկային օբյեկտներին հարվածներ հասցնելու այդ ծրագիրը դրված է դեռ իր սեղանի վրա։ Ինչի մասին է սա վկայում։ Երկուսի հայտարարություններ նախ ունեն ներքին եւ արտաքին քարոզչական բնույթ։ Իրանի հոգևոր առաջնորդը միշտ խոսել է Թրամփին չվստահելու վերաբերյալ, եւ եթե հիշենք նախկին շրջանը կառավարման Թրամփի, դա Ղասեմ Սուլեյմանի սպանություններ, միակողմանի դուրս գալներ, միջուկային համաձայնագրից եւ այլն։ Եվ գրեթե բոլոր տնտեսական խնդիրները Իրանի կապված Թրամփի անձի հետ եւ դա արվեց հոգևոր առաջնորդի կողմից, բայց քանի որ Իրանը սկսել է բանակցային գործընթաց, ապա դրա թույլտվությունը կա հոգևոր առաջնորդի կողմից եւ նաեւ կանխարգելիչ նպատակ ունի, եթե ցախողման պարագայում
այդ ցախողման բեռը ընկնելու է Արարչի եւ Իրանի կառավարության վրա ոչ թե հոգեոր առաջնորդի ճակատագրը, որովհետեւ նա հայտարարել էր, որ չի վստահում Թրամփին եւ նաեւ որոշակի ներքին լսարանի հետ ճակերտավոր խաղ վարելու հնարավորություն է տալիս հոգեոր առաջնորդին։ Նույնը նաեւ Թրամփին, եթե ցախողվի բանակցությունները, Թրամփին չեն մեղադրի Իրանին միջուկային զենքի թույլտվություն տալու վերաբերյալ եւ այլն։ Եվ նաեւ Իրանին ճնշման տակ պահելու քարոզչական բաղադրիչը, քանի որ իրանական կողմը բանակցությունների ամբողջ ընթացքում գիտակցելու եւ իմանալու որ դրանց ցախողման պարագայում հնարավորեն խոշոր ռազմական արվածներ Իրանին, իսկ Թրամփի անկանխատեսելի լինելու վերաբերյալ իրանցիները համոզվել են Ղասեմ Սուլեյմանի սպանության ժամանակ։ Պարոն Միսակյան, իսկ բուն Իրանում ինչ տրամադրություններ եւ տրամադրվածություններ կան այս բանակցությունների նկատմամբ եւ առհասարակ Թրամփի վարչակազմի նկատմամբ։ Ընդհանրապես Իրան-ԱՄՆ բանակցությունների վերաբերյալ երկու տարբեր թևեր կան։ Մի թևը ընդհանրապես խուսափում է բանակցություններից Միացյալ Նահանգների հետ եւ դրանք հայտարարում թշնամի, առավել պահպանողական եւ հոգեվոր թևը, մյուս թևը բարեփոխիչների կամ լիբերալների թևը, որը միշտ փորձում է Իրանի հետ Միացյալ Նահանգների հետ որոշակի բանակցային գործընթացի գնալ։ Տնտեսական խնդիրներից ելնելով եւ նաեւ այն փաստից ելնելով, որ այդ բանակցային գործընթացից հրաժարվելը բերելու է կամ հավանական է որ բերի որոշակի ռազմական գործողություններ Իրանում բանակցելու եւ որոշակի հայտարարության, համատեղ հայտարարության հասնելու վերաբերյալ կողմնակիցների թիվը առավել մեծ է։ Նաեւ հավանաբար հոգեոր առաջնորդն է այդ թևի ներկայացուցիչ կամ սատարող հավանաբար եւ փորձում է Միացյալ Նահանգների հետ հասնել որոշակի համաձայնության։ Բայց նաեւ քանի որ Իրանում չափազանց ուժեղ է այն թևերից մեկը, որը պահանջում է դրանց բացառումը, հոգեոր առաջնորդը բացահայտ չի աջակցում այս բանաստեղծություններին, այս բանակցություններին։ Մյուսը նաեւ Իրանի կառավարության գոյությունը, որը բարեփոխիչ կառավարություն է հանդիսանում, ճակերտավոր ասած, բայց իրականում շարունակում է նույն պահպանողական Ռայիսի կառավարության քաղաքականությունը, հարևանների հետ հարաբերությունների կարգավորում եւ այլն։ Իրանին, քանի որ որևէ պարագայում պատերազմ պետք չի, նաեւ բնակչության մեծ մասն է կողմնակից սրան, բայց նաեւ ազգայնականությունից ելնելով իրանական եւ ավանդույթից ելնելով սպառնալիքները պատերազմով Իրանին Թրամփի հանդեպ բացասական դիրքորոշում է ծնում Իրանի ներսում, քանի որ ինչքան էլ որ դժգոհ լինեն Իրանի պետությունից, այնուամենայնիվ բնակչությունը Իրանի որևէ պատերազմ եւ սպառնալիք սեփական պետությանը չի ցանկանում։ Պարոն Միսակյան, տեսեք կարծիքներ կային, օրինակ փորձագետները նշում էին, որ բանակցությունների սեղանի շուր նստելու համար հոգևոր առաջնորդին, նստելու գործում հոգևոր առաջնորդին համոզել է նախագահ Մասուդ Փեզեշքյանը։ Թարպես փորձենք հասկանալ նման օրինակ որոշումները Իրանում ինչպես կամ ով է կայացնում։ Իրականում Իրանի քաղաքական համակարգը հաշվի առնելով եւ նաեւ մյուս կառույցների գոյությունը Փեզեշքյանը բնավային անձնավորություն չի, որ արտաքին քաղաքականության վերաբերյալ Իրանում կարող է որոշումներ կայացնել։ Հիմնականում բոլոր որոշումները լինում են հոգեոր առաջնորդի կամ հոգեոր առաջնորդի գրասենյակի կողմից։ Ազգային անվտանգության բարձրագույն խորհուրդը հաշվի առնելով եւ ռազմական կառույցները հաշվի առնելով, հատկապես ԻՀՊԿ-ի եւ բանակի գոյությունը։ Նախագահը եւ կառավարությունը Իրանի իրականում հանդիսանում են Իրանի հոգեոր առաջնորդի ընտրած արտաքին քաղաքականության իրականացնող ուժերից մեկը։ Նույնիսկ արտգործնախարարի ընտրության հարցում Փեզեշքյանը անկախ չի եղել եւ չի էլ կարող լինել, քանի որ Իրանում արտգործնախարարը հաստատվում է հոգեոր առաջնորդի կողմից։ Նպատակը, որով իրանական ԶԼՄ-ներում եւ ընդհանրապես տարածվում է Փեզեշքյանի թույլտվության եւ այլնի վերաբերյալ հայտարարություններ, հիմնականում նա է, որ նախ ցախողվելու պարագայում մեղավորը դառնալու Իրանի նախագահ եւ իր կողմից սխալ արտաքին քաղաքականությունը, հաջողելու պարագայում Իրանի նախագահը ստանալու է գովասանքի խոսքեր հոգեոր առաջնորդից, ով նաեւ Իրանի արտաքին քաղաքականության մշակող հիմնական անձն է եւ հիմնական կառույցի ղեկավարը։ Տեսեք, բայց նաեւ կարծիքներ կան, որ Մասուդ Փեզեշքյանը իր բնույթով առավել մեմ քաղաքականության կողմնակից է եւ իր դիվանագիտություններ փորձում է այդ ոճի մեջ կառուցել ի հակադրություն հոգեվոր առաջնորդի եւ հիմա օրինակ հարց է առաջանում հնարավոր տարակարծությունների դեպքում ում խոսքն է որոշիչ լինելու։ Իրականում Իրանի տարբեր կառավարությունների եւ բարեփոխիչների եւ պահպանողականների արտաքին քաղաքականությունը հիմնված է մի ուղղության վրա։ Երբ որ գալիս են բարեփոխիչները, սկսում է որոշակի բանակցային գործընթաց Միացյալ Նահանգների հետ, եւ որ գալիս են պահպանողականները, առավել պահպանողական եւ տարածաշրջանային քաղաքականություն են վարում։ Ռայիսի մահվանից հետո Փեզեշքյանի կառավարությունը դարձավ երևի թե միակներից մեկը, որը ոչ պահպանողական եւ ոչ բարեփոխիչ։ Չնայած Փեզեշքյանի անձը հաշվի առնելով, ով բարեփոխիչների ճամբարից էր նաեւ եկել, բայց քաղաքականությունը
Իրանի այս փուլում ոչ պահպանողական է, ոչ բարեփոխիչների։ Գնում են բանակցային գործընթացների այն պարագայում, երբ թույլ է տալիս հոգևոր առաջնորդը եւ նաեւ Փեզեշկյանը ինքը մի քանի անգամ հստակ հայտարարել է, որ ինքը գտնվում է հոգևոր առաջնորդի գծի մեջ եւ չի շեղվել հոգևոր առաջնորդի հայտարարություններից։ Եվ ամեն կերպ ցույց է տվել, որ չկա տարաձայնություններ իրենց մեջ, որովհետեւ նախ եթե պատմական փորձը հաշվի առնենք, հոգևոր առաջնորդի հետ տարաձայնություններ ունեցող քաղաքական գործիչներ Իրանում, ինչպիսին Ահմադինեժադն ունեցան բավականին վատ քաղաքական կարիերայի ավարտ եւ քաղաքական համակարգի նորմությունները հաշվի առնելով նախագահ ինչքան էլ որ փորձի հակադրության գնալ հոգևոր առաջնորդի հետ, կան մի շարք կառույցներ, որոնք նախ արտաքին քաղաքականության եւ ներքին քաղաքականության ոլորտում ավելի ուժեղ են, քան նախագահի ինստիտուտը, օրինակ ազգային անվտանգության բարձրագույն խորհուրդը, ահապահապանների կորպուսը եւ այլն։ Փեզեշկյանը գործնականում չի կարող հակադրվել հոգևոր առաջնորդին, կարող է ընդհանրապես քարոզչական բնույթի հայտարարություններ անել։ Ինչ վերաբերում է փոխարինելու մասին հայտարարությանը, Իրանի համանդրության համաձայն Իրանում հոգևոր առաջնորդ կարող է ընտրվել հոգևոր բարձր աստիճանի գտնվող հոգևորականը։ Ոչ բոլոր հոգևորականները նաև պետք է լինի Սեյիդ, Սերի Մուհամմադ Մարգարեի ընտանիքից եւ այլն։ Բազմաթիվ կրիտերիաներ կան, որոնցով աշխարհիկ քաղաքական գործիչը եւ Փեզեշկյանը չի կարող գործնականում համապատասխանել դրան։ Եվ նաև հոգևոր առաջնորդի փոխարինման խնդիրը Իրանում այս փուլում բավականին սուր է տրված եւ եթե նույնիսկ կա ընտրված ինչ որ մեկը որ պիտի դառնա հոգևոր առաջնորդ, գաղտնի է պահվելու մինչև վերջ։ Եվ նաև գործնականում դեռևս չի հայտարարվել լինելու է արդյոք Իրանում հոգևոր առաջնորդի ինստիտուտ, թե դա վերափոխվելու է ինչ որ խորհրդի լինելու է, անց լինելու են մի քանի հոգևորականներ եւ այլն, բայց Իսլամական Հանրապետության քաղաքական համակարգի ունիկալությունը կարանում է նրանում, որ երկրի բարձրագույն պաշտոնը պետք է զբաղեցնի հոգևորական քաղաքական գործիչ, այլ ոչ թե աշխարհիկ։ Պարոն Իսահակյան, որտեղ են կայանալու Իրան-ԱՄՆ բանակցությունների երկրորդ փուլը, որովհետև նախ նշվում էր, թե իբրև Իտալիայում է կայանալու, հետո Իրանի արտաքին գործերի նախարարության հատուկ ներկայացուցիչը հերքեց, հայտնելով, որ Օմանում է կայանալ բանակցությունները, ինչու անդադ քննարկում այդ վայրը, թե որտեղ է կայանալու, միտեղ վայրի ընտրությունը այդքան կարևոր է։ Երկուսի համար էլ կարծում եմ կարևոր է, բայց իրանական կողմը լինելով ավանդական նաև դիվանագիտություն վարող պետություն իր հին տարածաշրջանային բարեկամներից մեկի Օմանի միջոցով է դա անում։ Իսկ Օմանը իսլամական հեղափոխության հաղթանակի օրվանից ի վեր եղել է նաև այն պետություններից մեկը եւ Օմանի սուլթանը անձամբ եղել է այն անձանցից մեկը, ով եղել է Միացյալ Նահանգների եւ Իրանի միջև ոչ միջնորդավորված կապ ապահովող քաղաքական գործիչն է եւ կարծես իրանական կողմը բավականին մեծ վստահություն ունի Օմանի նկատմամբ եւ չի ցանկանում վայրը տեղափոխել նախ, քանի որ դա մոտ է աշխարհագրորեն Իրանին եւ ցանկացած պարագայում կարող է ինչ-որ խնդիրներ լուծել, երկրորդ ունի բավականին մեծ վստահություն այս պետության հանդեպ։ Եվ մյուս կողմից չի ցանկանում ԱՄՆ որևէ առաջարկություն ընդունել կամ այս փուլում նույնիսկ զիջել։ Եվ Միացյալ Նահանգներն էլ կարծես թե համաձայնում են Իրանի կարծիքի հետ, որովհետեւ եղավ փորձ այդ բանակցային գործընթացը տեղափոխել Միացյալ Էմիրություններ, ինչը չհաջողվեց, եղավ փորձ տեղափոխել Իտալիա ավելի եվրոպական հատված, ինչը նույնպես չհաջողվեց։ Իրանական կողմը կարծես թե մնում է իր պահպանողական եւ ավանդական տեսակետին, որ դա պետք է շարունակվի Օմանի տարածքում։ Պարոն Իսահակյան, իսկ այս պարագայում օրինակ Հայաստանը չէր կարող որպես միջնորդ հանդես գալ Իրան-ամերիկյան բանակցություններում եւ թեկուզ Հայաստանի տարածքը որպես հարթակ տրամադրել, չէ՞ որ մենք խաղաղության ջատագով երկիր ենք եւ այս դեպքում ինչ վատ հնարավորություն կլիներ դա Հայաստանի համար։ Իրականում մի քանի փաստ հաշվի առնելով Հայաստանը կարող էր նաև փոխարինող պետություն հանդիսանալ Օմանի համար։ Նախ Հայաստանը գտնվում է աշխարհագրորեն մոտ Իրանին եւ այն պետություններից մեկն է, որը նաև բավականին լավ հարաբերություններ ունի Միացյալ Նահանգների հետ։ Իրանական կողմը տարածաշրջանային, եթե հարևան պետությունները նայենք, այս փուլում ամենաջերմ հարաբերություններ ունի հայկական կողմի հետ եւ դիվանագիտական առումով կարող է վստահել հայկական կողմին ի տարբերություն օրինակ մեր արևան պետությունների կամ տարածաշրջանային այլ պետությունների։ Մյուս կարևոր փաստը Հայաստանը նաև փաստաթղթորեն կողմ է, դաշնակցային հարաբերություններ ունի ռուսական կողմի հետ։ Եվ նաև այն միակ պետությունն է, երևի թե Իրանի հարևաններից, որը անդամ է ԵԱՏՄ-ին, Ռուսաստանի հետ ունի լավ հարաբերություններ եւ եթե նույնիսկ կային խոսակցություններ ռուսական կողմի միջնորդ լինելու պարագայում, ապա այս փուլում դիվանագիտական համապատասխան աշխատանքների պարագայում Հայաստանը կարող էր բավականին մեծ եւ նաեւ պատմական շահ ունենալ այս գործընթացում ներգրավելու կամ ամենայն դեպս դառնալու այն պետություններից մեկը, որի տարածքը քննարկվում է բանակցային գործընթացների իրականացնելու համար եւ եթե հաջողվեր դա բերել
Հայաստանի տարածք, ապա նաև անվտանգային եւ ռազմական, նույնիսկ քաղաքական առումով սա բավականին կմեծացներ Հայաստանի կշիռը։ Ամենայն դեպս այն փուլում, երբ ընդհանային այդ բանակցությունները, որը պետություն տարածաշրջանում եւ ընդհանրապես աշխարհում չէր համարձակվի Հայաստանի նկատմամբ որևէ ռազմական գործողություն սկսել։ Նաև Իրանի համար էլ ավելի կմեծանար Հայաստանի կարևորությունը, եղածից էլ ավելի կմեծանար։ Պարոն Իսահակյան, իսկ այս պարագայում մենք արդեն մեր շանսը կորցրել ենք, թե դեռ հնարավորություններ կա նման հարթակի վերածվելու։ Իրականում երբեք շանսը կորցնել հնարավոր չի, բայց քանի որ չկա ընդհանրապես խոսույթ հայկական քաղաքական ղեկավարության մեջ ամենայն դեպս արդակ դառնալու վերաբերյալ, իրանական կողմը կարծես թե մենակ Օմանի գործոնն է հաշվի առնելու, բայց եթե համապատասխան առաջարկներ լինեն իրանական կողմին կամ ամենայն դեպս Միացյալ Նահանգների ուշադրությունը գրավվի այս ուղղությամբ, կարող է ստեղծվել նման հնարավորություն։ Պարոն Իսահակյան, ընդհանրապես այս աշխարհում ստեղծված իրավիճակից Հայաստանը ինչպես կարող է օգտվել, որտեղ տեսեք Իրան-Ռուսաստան հարաբերությունները զարգանում են, Իրան-ԱՄՆ հարաբերություններն էլ կարծեք թե ամեն դեպքում փորձեր են արվում կարգավորելու։ Այս պարագայում Հայաստանը ինչպես կարող է այս ամենից օգտվել։ Իրականում եթե հայ-իրանական հարաբերությունների տեսանկյունից նայենք, նաև առաջի վերջին այցի ընթացքում հստակ եղավ այդ տարածությունը, որ Իրանը Հայաստանին դիտարկում է որպես ռազմավարական կարևորության տարածք։ Նույնիսկ հյուսիս-հարավի մասին խոսելիս հայտարարեց, որ այդ միջանցքը ռազմավարական նշանակություն ունի Իրանի համար ավելի շատ քան տնտեսական։ Նախ կարող է ապահովել եւ իրանական կողմն էլ ցանկանում է, որ Հայաստանը ապահովի իր համար մուտք դեպի ԵԱՏՄ շուկա, այլընտրանքային տարանցման ուղի։ Նաև կարող է լինել միջնորդ պետություն, սկսած Իրան-ԵԱՏՄ հարաբերությունների կարգավորումից մինչև Իրան-Միացյալ Նահանգներ։ Նաև իրանական կողմը այս փուլում բավականին դրական ազդակներ է տալիս Եվրոպայի հետ հարաբերությունների կարգավորման վերաբերյալ, որովհետև տեսնում է Եվրոպա, Միացյալ Նահանգներ հակասությունները եւ այստեղ տեսնում է հնարավորություն առանց Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ բանակցությունների կամ պատժամիջոցների եւ այլն որոշակի հարաբերություններ ձևավորել Եվրոպայի հետ։ Իսկ մենք տեսնում ենք, որ Հայաստանն էլ այդքան էլ վատ հարաբերություններ չունի Եվրոպայի հետ, այսինքն մի քանի գործոններով ամենայն դեպս Իրանի համար Հայաստանը չափազանց մեծ կարևորություն է ձեռք բերել այս փուլում, ինչը պետք է օգտագործվի եւ ճիշտ օգտագործվի։ Եվ վերջում պարոն Իսահակյան, վերջերս առաջին անգամ հայ-իրանական համատեղ զորավարժություններ տեղի ունեցան։ Խնդրում եմ ընդհանուր դրա մեկնաբանությունը ինչ տվեց դա մեզ, ինչ նոր հնարավորություններ կարող է տալ մեզ եւ որն էր Ադրբեջանում դրա արձագանքը։ Նախ բավականին կարևոր իրադարձություններ, որտեղ առաջին անգամ տեղի ունեցան եւ չնայած մեր կողմում բավականին շատ նաեւ չլուսաբանվեց այս փաստը, բայց իրանական կողմում բավականին լուսաբանվեց եւ իրանական կողմում կար խոսույթ, որ սա կանխարգելի չէ, որևէ գործողություններ Սյունիքի հանդեպ ադրբեջանական որևէ արձակումը կանխարգելելու համար կամ ամենայն դեպս ցույց տալու համար, որ հայ-իրանական հարաբերությունները հնարավոր վտանգների պարագայում կարող են նաեւ տեղափոխվել ռազմական եւ անվտանգային ոլորտ։ Եվ հստակ մեսիջներ էին ուղղված դեպի Ադրբեջան, ամենայն դեպս եթե իրանական մեդիա տիրույթը նայենք եւ նաեւ ոչ պաշտոնական հայտարարություններ այն փորձագետների, որոնք պետական ապարատի հետ կապում են, Բաքուն այդ մեսիջը ստացել է եւ ըմբռնել է։ Ինչու՞մ ներկայանում մեսիջը հաշվի առնելով Իրանի դիվանագիտությունը բավականին դժվար է ասել։ Եվ այն փաստը, բայց որ այդ զորավարությունները եղան սահմանին, եղան երկու կողմերում սահմանի, վկայում է, որ հավանաբար խնդիրը կապված է նույն Զանգեզուրի միջանցքի ծրագրի հետ եւ դրա բռնի կամ զենքի ուժով իրականացնելու կամ բացելու թուրք-ադրբեջանական ծրագրերի հետ, ինչը ամեն կերպ Իրանը փորձում է կանխարգելել եւ նաեւ իրանական կողմից վերահաստատվող մշտական հայտարարություններ կան, որ սրանք կարմիր գծեր են, որ չի թողնելու Իրանը, որպեսզի խախտվեն։ Շատ լավ, շնորհակալ եմ հարցազրույցի համար։ Ձեզ շնորհակալություն։ Այսօր իմ հյուրը իրանագետ Երևանի Պետական համալսարանի իրանագիտության ամբիոնի դասախոս Գարիկ Միսակյանն էր։ Fast-Info-ի հաղորդումներին արագ հասանելիություն ունենալու համար կարող եք բաժանորդագրվել YouTube-յան մեր ալիքին։ Հաղթանակներ եւ անվտանգություն մեր երկրին, մինչ նոր հանդիպում։